Սահմանվել է, որ փոքր էր շատ, իր մոտ կամ միտեղ խփում էր, դες կապտում էր, որտեղ մենք ասում ենք հալավ երեխա է, էլի կանց։ Մի անգամ բակը խաղալուց, որտեղ խփեց երկաթին, այս սնկը, 25 ուռել կապտել, Հրազդանի հիվանդանոց է, նրան սխալ բուժումներ արեցին։ 10 օր հետո տարել ենք, տեսել ենք երեխուս ֆոտո, որ տարել ենք արյունաբանական կենտրոն, այնտեղ հետազոտեցին, բալարեցին, որ ինքը ունի հեմոֆիլիա։ Այդ ժամանակ իմ տղան 7 տարեկան էր։ When I first came here, I always heard stories that in 10 years ago, 12 years ago, it was very difficult to treat hemophilia due to low quantities of factor levels. Մենք չունենք դեղորայքային ապահովվածություն, հիվանդների մեծ մասը հաշմանդամ էին, 80%-ը հաշմանդամ էին, դեղորայք չունեին, բարձր հուզական ֆոն ունեին, խոցելի խումբ էին, նրանց այդ աշխատանքը բավականին բարդ, ծավալը բավականին շատ էր։ Ամեն երկրորդ, երրորդ դիմելիությունը հոսպիտալացվում էր։ Հսկա մկանային փափուկ հյուսվածքային հեմատոմաներ էին, ներքին արյունահոսություններ էին, գաստրոինտեստինալ բուժումը հիմնականում իրականացվում էր թարմ սառեցված պլազմայով եւ կրիոպրեցիպիտատով։ Հիվանդները երկարատև հոսպիտալացվում էին։ Հնարավոր էր, որ պարկեին 2, 3, 4 շաբաթ, հնարավոր էր ավելի երկար, շուրջ 2 ամիս։ Բայց դե աշխատել ենք, որ շատ չբացակայի, բայց որ հիվանդ այդ պահին, որ արդեն ինքը չէր կարողանում քայլեր կամ բան, շաբաթները մնացել է տուն, որ ոտը կոտրվել էր, համարյա 3 ամիս ինքը դպրոց չգնաց։ 3 ամիս։ Մի ամիսը հիվանդանոցում, 2 ամիսը տունը անկողնային։ Գալի տարբերություն է այն առումով, որ մենք հիմա ունենք ամեն ինչ։ Սկսած այն օրվանից, երբ Հայաստանում հաստատվել է, դրվել է մեզ մոտ եւ մենք ստանում ենք Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մեծ աջակցություն, թե դեղորայքի առումով եւ թե բժշկական ռեսուրսների վերապատրաստման կրթական համակարգի հասանելիության առումով զգալի մեծ տարբերություն է եւ դա մեզ հնարավորություն է տվել, որ այս բոլոր մասնագետները ունեն լայն հնարավորություններ աշխատել, դեղորայքով աջակցենք, ունենք տնային բուժում, հիվանդները ստանում են պրոֆիլակտիկ թերապիա, մությունը 80%-ից նվազել է, գրեթե մինչև 18 տարեկան բալիկների շրջանում գրեթե Right now, as a physician, I feel very glad that I have those factors and those injections that the patients need, because I see older patients that have deformities, joint deformities, amputations, and I'm very glad that those young patients that are newly diagnosed are getting the proper care, the care that we can provide. Երկու ամիսը մենք գնանք հիվանդանոց, հա, իրանք այնքան դեղ է տալիս, որ մենք նեղություն չկրենք այդքան, որ ամեն անգամ գնանք, հա, որ իր ոտքը կամ ձեռը կամ ուրիշ տեղ, որ այդ ուռում էր, այդ ուտվում էր, հա, սրսկում էինք, արդեն ինքը երկրորդ օրը լավ էր, փառք Աստծո, որ ունենք այսպիսի հիվանդանոց, շատ շնորհակալ եմ այդ հիվանդանոց։ Our dream, my hope that no one children will have to suffer from untreated joint damage or disability because they were born in the wrong part of the world. Երբ որ ավարտեմ դպրոցը, ուզում եմ գնալ ավագ դպրոց, այդտեղ սովորել ծրագրավորում, անգլերենը լավ կսովորեմ, կսովորեմ լավ այդ մասնագիտությունը եւ արդեն կաշխատեմ, եթե հաջող լինի ամեն ինչ։ Որ բան ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր արտասահմանյան գործընկերներին, որ մեզ տրամադրում են այս դեղերով, որ ամեն վարքյան երբ ուզես զանգում ես, գոհ են շատ, հաշմանդամությունը նվազել է, նրանք հասարակության լիիրավ անդամ են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի աջակցության շնորհիվ, այս ամենը Հայաստանի առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ։